Պարոն Քուդատյան, ինչ սկզբունքով օրինակ եթե Նիկոլ Փաշինյանը գնում է համայնքներ, մի տեղում տեսնում ենք համայնքապետերը ներկա են, դիմավորում են, իսկ մյուս տեղերը համայնքապետերը ասում էին տեղյակ չէինք, վարչապետը վիդեո հրապարակեց, եկավ գնաց, նոր իմացանք, որ Հարգելի գործընկերներ, հասցեատերը ուրեմն կառավարության արարողակարգն է, ես այցերի կազմակերպման մասով արարողակարգային մասով ինֆորմացիա չեմ քաղաքական ինչ-որ բան կա, օրինակ գնալ Գյումրի Վարդան Ղուկասյանին չասել, բայց գնալ կան բազմաթիվ ընդդիմադիր համայնքի ղեկավարներ, որոնց համայնքներ վարչապետի այցի ժամանակ համայնքի ղեկավարները մասնակցում են, դիմավորում են հանրապետության վարչապետին, տեխնիկական կազմակերպչական հարցերով պիտի խնդրեմ հարցը ուղղել ուրեմն վարչապետի արարողակարգ։ Քաղաքական թիմի ներկայացուցիչ, օրինակ ինչ է կարծում պետք է Վարդան Ղուկասյանը ներկա լինի, թե ոչ վարչապետի այցերին։ Առաջին հերթին Վարդան Ղուկասյանը պետք է ինքը մեկնաբանի, ինքը պիտի ներկա լինի վարչապետի այցերին, թե ոչ։ Մենք ասում ենք, եթե արարողակարգը պահին ինձ կանչեն, ես էլ կգնամ։ Այդ տեսակ հետ վերադարձանք արարողակարգային հարցերին, դրա համար որպեսզի տեխնիկական հարցերում ես չիմացության պատճառով սխալ պատասխան չտամ։ Դուք քաղաքական ասեք, պետք է Վարդան Ղուկասյանը լինի, թե ոչ, որպես Ես ասում եմ առնվազն քաղաքական առումով բազմաթիվ են այնպիսի համայնքները, որտեղ ընդդիմադիր այդ հարցը ուղղեք ավելի շուտ Վարդան Ղուկասյանին։ Իսկ դուք ընդդիմադիր համայնքապետերում եք ճանաչում, ում նկատի ունեք, որ գիտեք ընդդիմադիր են։ Հետաքրքիր հարց եք տալիս, իրականում եթե անկեղծ վստահաբար այդպիսի համայնքի ղեկավարներ կան, ովքեր իրենք են իրենց համարում ընդդիմադիրներ, ենթադրում եմ այդ համայնքի ղեկավարներն են ընդդիմադիր։ Դրանք ասում ենք համայնքի մի վար կան, ասում են համայնքի ղեկավար են, ընդդիմադիր չենք։ Այսինքն ոչ թե շուտ քաղաքական բան չեն, թեև չեն ներկայացնում, գուցե այ ընդդիմադիր են, չգիտեմ։ Ես ողջունում եմ համայնքի ղեկավարների այդ հայտարարությունը եւ համակարծիք եմ իրենց։ Դուք ասացիք ընդդիմադիր համայնքներ, դրա համար եմ ասում, էլի, համայնքի ընդդիմադիր համայնքում նկատի ունեք։ Համայնքի ղեկավարները ասելով նկատի ունեմ են համայնքի ղեկավարներին, ովքեր իրենց ընդդիմադիր են համարում, իսկ նրանք ովքեր իրենց իշխանական են համարում կամ համարում են, որ իրենց գործը բացառապես համայնքի շահերը սպասարկելն է եւ համայնքի շահերին ծառայելն է, ես ողջունում եմ մեր համայնքի։ Ձեր մտքում մի բան կար, չէ՞, ինչ որ անուններ երևի կային, որ ասացիք ենթագիտակցորեն։ Դուք ինձ որքան էլ համոզեք, ես անուններ չեմ։ Մի բան էլ ճանապարհների հետ կապված, Նարեկը որ ասաց տավոշ, ես էլ ձեր ուշադրությունը հրավիրեմ, երեք մենք անցանք, դուք էլ եք վստահ անցեք տեսակ ճամբարական ճանապարհի փլուզված հատվածը։ Մարսպետի դեսա առանձին զրույցում որոշ պարզաբանումներ ինքը ասաց, ինչ է եղել, բայց շատ լավ, Մարսպետը վստահաբար պարզաբանումներ ներկայացրել է, ես այդ պարզաբանումներին ավելացնելու բան չունեմ, ընդհանրապես ասեմ, որ ավելի հարցի ամենահետաքրքիր մասին անդրադառնամ, մրցույթային գործընթացը եւ առաջիկայում այդ հատվածը կվերականգնվի։ Հասկացանք ինչ որ դա ոչ մրցույթով, այսինքն կողքից ոնց որ հավելար կատարած աշխատանք եղել, բայց նստվածքի հետ կապված աշխատանքներ են, որոնք վստահաբար կվերականգնվեն։ Սա հենց իմ ասած տրամաբանության մեջ է, որովհետեւ մենք նախորդ տարի օրինակ 700 կիլոմետր ճանապարհ են կառուցել, իսկ ձեր ասած փլուզված հատվածը կարծեմ 15-20 մետր եթե ամբողջությամբ չի վճարվել այդ աշխատանքը։ Քուդատյան ներողություն Նիկոլ Փաշինյանը գնում է եկեղեցիներ, տեսնում է այնտեղ իրեր եւ ասում է ոնց որ չունան լինի։ Հիմա խնդրում եմ նայենք կառավարության պատուհաններին, տեսեք ինչ կեղտ է։ Դուք սրան ինչ անուն օրինակ։ Ես կառավարության պատուհանների ուրեմն Հələ չէ, խնդրում եմ մի հատ նայեք, էլի փոշին ինչ հաստության դրած է։ Հարցը պիտի ուղղեն հողակին, ով որ զբաղվում է կառավարության։ Հա, բայց սա Չուլանի պատուհան չի հիշացնում ձեզ։ Ինչու բալու ինչ փոշի է դրած։ Դուք հարցրեցիք, ես ասացի ոչ։ Իսկ ինչու է որ այլ հարցեր կան։ Եկեղեցում դրված է իրեր դրանք Չուլանի տպավորություն են կողմում։ Ես ձեզ ուղիղ Ես այլ հարց եմ, իսկ ինչպես է ստացվում որ եկեղեցում դրված են իրեր, որոնք Չուլանի տպավորություն են ստեղծում, իսկ այս Չորնակ անձրևային եղանակից հետո պատուհանին հայտնված փոշին, անձրևային եղանակից հետո պատուհանին, դե ես չգիտեմ, հողակը կամ պոակը ինչ տրամաբանության մեջ են։ Սա բայց ավելի շատ Չուլան չի հիշացնում այս պատուհանը։ Ես կարող եք 8 անգամ նույն հարցը տալ, ես 8 անգամ հանգիստ կպատասխանեմ ոչ։ Ես մի բան ձեզ հարցնեմ էլի բան վարշապատի հետ կապված։ Դուք ասացիք, որ կառավարչական նաև հմտություններն է հաշվի առնվել տեխնացու ընտրության հարցը որոշելիս։ Ավագան ու կազմում չկար արժանի տեխնացու, ինչու դուրս եկաք ցանկից եւ որոշեցիք այդ տարբերակով։ Ավագան ու կազմից ընտրություն անել նշանակում է ավականու կազմից ընտրել համայնքի ղեկավար ընդամենը 1 տարի ժամկետով, որովհետև հաջորդ ընտրությունները նախատեսված են 1 տարի հետո։ Մենք ավելի խորքային լուծում ենք ուզում տալ, չենք ուզում համայնքները տանել ցնցման, ուզում ենք, որ նոր ընտրված համայնքի ղեկավարը էֆեկտիվ ժամկետ ունենա իր կարողությունները ցույց տալու եւ իսկապես համայնքային կյանքում դրական փոփոխություններ բերելու, դրանով պայմանավորված 2026 թվականին
նախատեսված process-ը տեղափոխվել է 2025 թվական պայմանավորված առաջին հերթին Տիկին Գասպարյանի հրաժարականով։ Այո, Գասպարյանի մասով ինչ որ կոռուպցիոն խոսակցություններ կները ամուսնու հետ կապած։ Հարցի ասատերը ես չեմ, ես այդպիսի ինֆորմացիա չեմ տիրապետում։ Եվ մի բան էլ ռիսկային չէ արդյոք գործընկերոջս հարցին անդրադառնալով, արդյոք գնալ այդ ձեր ասած խորքային լուծման հաշվի առնելով, որ պարտադիր դուք ուզում եք ձեր տեխնատուն անպայման հաղթի։ Իսկ եթե չհաղթեց, իսկ այս դեպքում դուք երկու անգամ եք շանս ունենում ընտրություններին Մեր տեխնացուն առաջիկա ընտրություններին շատ մեծ հավանականություն ունի հաղթելու եւ մենք տրամադրված ենք օգնել պարոն Մեխակյանին այդ հաղթանակը գրանցելու հարցում։